Հոկտեմբերի 20-ից ATV հեռուստաընկերության եթերում մեկնարկել է Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալը «Ուրիշի ընտանիքը», որը կարճ ժամանակում կարողացավ գրավել հեռուստադիտողների սրտերը։ Սա պատմություն է սիրո, կորուստների, ընտանեկան դավաճանության, ներելու և նոր կյանք սկսելու մասին։ Սյուժեն հիմնված է իրական կյանքին մոտ մարդկային պատմությունների վրա։ Այն սկսվում է մի կնոջ ցավալի որոշմամբ՝ մնալ իր երեխաների կողքին, թե գնալ դեպի մի կյանք, որտեղ սպասվում է նոր սեր և նոր երեխա։ Կնոջ ընտրությունը դառնում է ճակատագրական՝ փոխելով մի ամբողջ ընտանիքի կյանքը։ Նա հեռանում է, թողնելով իր 3 զավակներին տատիկի խնամքին, սակայն նոր կյանքը երկար չի տևում։ Ծննդաբերության ժամանակ նա մահանում է առանց երբևէ վերադարձի խոստումը պահելու։ Տարիներ անց երեխաներն արդեն մեծացած կանգնում են նույն ընտրության առաջ՝ շարունակել անցյալի ցավը, թե ներել և ապրել։ Բայց ներելը միշտ չէ, որ հեշտ է։ Ամեն մեկն իր ներսում կրում է մեղավորության, ցավի ու վրեժի բարդ խառնուրդ։ Նրանց ճակատագրերը խաչվում են հենց այն մարդկանց հետ, որոնց դեմ տարիներ շարունակ պայքարել են։ Սերիալում ընդգծվում է մի պարզ, բայց խորքային գաղափար. մենք բոլորս երբևէ կանգնում ենք ընտրության առաջ՝ ներել, թե ոչ, բայց եթե չենք կարողանում ներել, չենք կարող խաղաղ ապրել, որովհետև մի օր մենք էլ ենք ներման կարիք ունենալու։ Սցենարը լի է անակնկալներով, անկանխատեսելի շրջադարձերով, թաքնված ճշմարտություններով և միմյանցից բաժանված, բայց կապով միավորված հոգիներով։ Սերիալում հանդես են գալիս ինչպես նոր, այնպես էլ արդեն սիրված դերասան-դերասանուհիներ։ Յուրաքանչյուր դերասան իր կերպարի միջոցով բացահայտում է մարդկային հոգու խորքերը՝ սեր, ցավ, ներում և ափսոսանք։ Սա ոչ միայն դրամատիկ պատմություն է, այլ նաև կյանքի դաս՝ ինչպես վերականգնել կոտրված հարաբերությունները, երբ թվում է, թե արդեն ուշ է։ «Ուրիշի ընտանիքը» սերիալը, որը ստիպում է մտածել, զգալ և ապրել հերոսների հետ միասին։ «Ուրիշի ընտանիքը» սերիալում լարվածությունն օրեցօր աճում է։ Հեռուստադիտողն արդեն հասկացել է, որ յուրաքանչյուր կերպարի գործողության հետևում թաքնված է անցյալի խորքային պատմություն։ Սակայն այս անգամ ամեն ինչ ավելի է բարդանում։ Էլիզը որոշում է գնալ ամենաարտակարգ քայլին՝ Նորոյին լարելով Արշակի դեմ։ Էլիզը գիտակցում է, որ Նորոն Արշակի հանդեպ դեռ պահում է ներքին ցավ, չլուծված հարցեր և բազմաթիվ մեղադրանքներ։ Այդ պատճառով Էլիզը հորինում է մի պատմություն, որը շոկի մեջ է գցում Նորոյին։ Նա ասում է, թե իբր Արշակը տարիներ առաջ ծեծել է իրենց մորը, ինչի հետևանքով նա մահացել է։ Այդ հորինված պատմությունը դառնում է կոտրող ուժ՝ փոխելով Նորոյի վերաբերմունքը թե Արշակի, թե մնացածի հանդեպ։ Նորոն շփոթված է նրա աչքերի առաջ, փլվում է այն ամենն, ինչ նա փորձում էր նորից կառուցել։ Նա փորձում էր հավանաբար արդարացումներ գտնել, հատկապես իրենց քրոջ հանդեպ։ Մտքում նրա մեջ մաքարում է վրեժի ու արդարության զգացումը։ Մինչ այդ Մագդան, որն արդեն սկսում էր հավատալ, որ կարող է խաղաղ ապրել Նորոյի կողքին, զգում է, որ ինչ-որ բան փոխվելու է, որովհետև շատ շուտով բացահայտվելու են հետաքրքիր մանրամասներ։ Էլիզը կարծես թե հասնում է իր նպատակին։ Նա տեսնում է, որ Նորոն տառապում է և վստահ է, որ արդեն հաջողել է քանդել ինչ-որ հարաբերություններ։ Սա նոր շրջադարձ է «Ուրիշի ընտանիքը» սերիալում, որտեղ ոչինչ այն չէ, ինչ թվում է։ Յուրաքանչյուր հերոս ապրում է իր ներքին պայքարը, և ամեն մի բացահայտում նորից շրջում է պատմության ուղղությունը։ Ինչպես արդեն ավելի վաղ նշել էինք, հավանաբար երկու քույրերը՝ Ալինան ու Արևը, կհայտնվեն նույն հիվանդանոցում և նույն հիվանդությամբ։ Եվ այստեղ հավանաբար օգնության կգա Արշակը, քանի որ նրանք գումար չեն ունենա վճարելու և ստիպված կլինեն Արշակի օգնությունն ընդունելու։ Իհարկե, այստեղ իր դերը կխաղա Մագդան, քանի որ Նորոն կամաց-կամաց կարծեք թե սիրահարվում է Մագդային, ու նա կկարողանա հավանաբար ներել Արշակին իր սիրելիին չկորցնելու համար։ Բայց այս ամենը ենթադրություն է, և շատ շուտով հետաքրքիր նոր մանրամասներ են բացահայտվելու, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակ կոճակը ու ստացեք նորություններն առաջինը։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք, թե «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք սիրում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Հեռուստադիտողները հիացած են Արևի խաղով ու նրան համարում են իդեալական իր կերպարի համար։
Լարվածությունը չի թուլանա, հակառակը գնալով լարվածությունը մեծանում է։ Հեռուստասերիալում նկարահանվող սիրված դերասան Էդգար Իգիթյանն ամեն ինչ անում է, որ հեռուստասերիալն էլ ավելի ռեյթինգային ու էլ ավելի հետաքրքիր դառնա։ Այնպես որ չմոռանաս գրել արդյոք հավանում ես Նորոյի կերպարը և Էդգար Իգիթյանի խաղը, և արդյոք արդարացված է, որ Էդգար Իգիթյանը լքեց Վերջին զանգը հեռուստասերիալը և միացավ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի դերասանական կազմին։